առանց հրուզու, առանց Ուայ Բարև ձեզ։ Պարոն Կարապետյան, ընտրություններին 5 օր է մնացել։ Քանի օրինակ։ Մի քանի, միջև կհասնենք դռների մոտ։ Ընտրություններին մնացել է 5 օր, պարոն Կարապետյան, ինչ կանխատեսումներ եք, դուք ինչքան կհավաքեք, Նիկոլ Փաշինյանն ինչքան ձայն կհավաքի։ Կարող եմ ասել, մենք հաղթելու ենք։ Ինչքան կհավաքենք, Եթե 50 պլյուս չհավաքեք, պարոն Կարապետյան, այդ վստահությունը որտեղից մարդեցու 50 պլյուս չհավաքեցիք։ Ամինքա հավաքեց։ Որը ոնց ենք հավաքեց, արդեն նեղացրեցինք։ Դե նախորդին 21 թվին պատերազմից հետո այդքան էմոցիոնալ վիճակում մարդը 50-54% հավաքեց։ Բայց 21 թվին մենք չենք մասնակցում։ Քոչարյանն էր մասնակցում, Հյուսթոնն էր մասնակցում։ Մենք ենք մասնակցում։ Բայց Քոչարյանն էլ է մասնակցում, որին թիրախավորում են ու ասում են, որ այդ ձայները տալու են իրեն, եթե դուք ընդդիմության տակ Քոչարյանն է նորից գալու, վախեցնում են, եռագլուխ են ձեզ սարքել։ Ձեր տարբերությունը մյուսներից ո՞րն է, որ 2021-ին մասնակցում եք։ Մենք ուժեղ ենք։ Չեք տեսնում ուժեղ Հայաստան։ Պարոն Կարապետյան, Եվ ձեր ակնկալած բարձր տոկոսները չհավաքել։ Սկզբում ասում եք, որ 100% եք գնահատում ձեր շանսերը։ Ձեր շանսերը հիմա էլ եմ 100% գնահատում։ Ձեր Facebook-յան էջում 54%-անոց աջակցության մասին վկայող սոցիոլոգիական հարցման տվյալ է զետեղված, պարոն Կարապետյան։ Մինչև Ուրախ եք դրա համար։ ես կարծիք թույլ տվեք չհայտնեք։ Դուք կհեռանաք քաղաքականությունից, եթե չհասնեք։ Այդ երբեք չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղությամբ։ Ռուսաստանի Դաշնության ճնշումները ձեզ վրա ըստ էության լավ ազդեցություն չեն ունենում։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ առևտրային ճանապարհը փակեց Հայաստանի համար, բայց դրանով Ռուսաստանի Դաշնության ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են։ Ես դրա հետ գործ չունեմ, ճնշում են, չեն ճնշում։ Ասում դուք եք բզբզում, ռուսական ուժերը բզբզում։ Ես դատարանից եմ, հեսա դատարանից որ նստա կսկսեմ բզբզել։ Դիտե Ալեք Ալեքսանյանին են ձեր փակալել այսօր ձեր Նման խոսույթ կա։ Ասել որ հերթական հիմարությունն են անում, հերթական ապօրինություններն են անում։ 700 քանի միլիոն բան բաժանել։ փողերի լվացման համար են հադրում, դուք սա անհիմն եք։ Ընտրողների շահագործում։ Այդքան կաշառք, ընտրակաշառք։ Չկա մի մարդ, որը հասկանա ոնց են փող լվացում։ Դրա համար իրենք ինչ են Չեն լսել եք լավանալու մասին ոնց են լվացել մենակ հասկանում եմ, երբ ասֆալտ ես փռում, փող ես լվացում, ուրիշ ձեր չկա։ Ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ են ձերբակալել ձեր թիմակցին։ Հնարավոր համարում եք, որ նոր ձերբակալություններ ունեն, օրինակ ընտրությունների նախօրեի, օրինակ Մարդ Կարապետյանի կամ այլ ավելի ձեզ մերձավոր։ Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում, բայց դա իրեն չի օգնել։ Դուք պլան B ունեք, իշխանությունները եթե վերարտադրվեն ձեր հետագա քայլերը որոնք են Նորից դուք կասկածի տակ եք դնում մեր հաղթանակը։ Դրա համար Բայց բոլորը չի որ հաղթել են, հետևաբար մենք ուզում ենք իմանալ, որ մենք հաղթենք։ Ես վստահ եմ դրան։ դուք ինչ եք անելու, եթե չհաղթեք։ Այդ տարբերակը իրոք։ Ի վերջո բարձեցիք Ալիկ Ալեքսանյանը ում էր գումար փոխանցել, ինչու էր փոխանցել ձեր թիմակիցը։ Դա նույնիսկ դուք չեք կարա բարձեք, ես ոնց բարձ։ Ոնց ձեր թիմակիցն է փոխանցողը եղել։ Բայց թիմակիցը ոչ մեկի փող չի փոխանցել։ Բայց ինքը չի Այս ձայնագրությունները քրթական մարմինները հորինում են, ստեղծագործում են դնում են շրջանառության մեջ, ինչ որ տարբեր մարդկանց բարբառներով անպայման կգա ժամանակը շուտով դուք ամեն ինչը կլսեք, անձամբ տեղեկանաք, հնարավորություն կունենաք, հիմա ես ոչ մի բան չեմ կարող։ Ձերբակալվածների մեծ մասին բաց են թողել դատարանը, որտեղ հիմնավոր կասկած չեն ունեցել։ Այդ ձերբակալվածները հակակոռուպցիոնի որ կան, մեծ մասին բաց են թողել։ Դուք ի՞նչ տվյալ ունեք։ Մոտ 500 հոգի ձերբակալել են, որից 30-40 են։ Վարչական ռեսուրսի կիրառման մասին ահազանգեր ունեք, թե չէ։ Մեր խմբագրությունը ստանում է այդպիսի ահազանգեր, հատկապես մարզերում։ Ես որ դուք տեսում եք, դա վարչական ռեսուրս է, թե չէ, բայց դուք ահազանգեր ունեք մարզաբնակներից, դուք վերջերս հանդիպեցիք մարզաբնակների հետ։ Եթե վաղը Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 հոգու
կարողներին, այսինքն ղեկավարներին չէ, կարողներին, շոր կարողներին ծանուցում են ուղարկել, հրավիրել են քննչական, հիմա դա ինչ է։ 150-ի պարոն Կարապետյանը։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է ներողությունները պետք որ Սամվել Կարապետյանը գցելու է այն մարդկանց, ովքեր Ռուսաստանի Դաշնությունից գալու են եւ քվեարկեն իրենց օգտին, գալու է քվեարկեք եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալու է ձեր հետևից։ Փաշինյանից հարցրեք, այդպես մանր-մունր բաներ։ Լավ, գազի սակագնի բարձրացման կամ դադարեցման մասով ինչ տեղեկություններ ունեք, որտից կախված է Ես իրոք տեղեկություններ չունեմ։ Իսկ Մակրոնի մասով, որ դուք ասել եք Մակրոնն է Ալիևին ասել, որ 300,000 ադրբեջանցիների մասով այս պայն կանգնեցին, այդ շատ քննադատություն ձեզ, դուք տենց իրոք տվյալներ ունեք, որ Մակրոնը Ալիևին ասել է։ Ես դա ենթադրում եմ, քանի որ այդ հարցը սուր կանգնած է, Ալիևը կարող էր միջև ընտրությունները սկսել այդ process-ը։ Բայց դուք ասում եք տեղեկություն ունենք, ոչ թե ենթադրում եք։ Ինչ-որ տեղեկություններ։ Պարոն Կարապետյան, բայց ձեր խոսքը շատ խոցելի է դարձնում։ Երգվել է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին, ձեր շրջանառած թեզը։ Նիկոլ Փաշինյան, արտգործնախարար Միրզոյան, բայց դուք շարունակում եք պնդել այդ թեզը, հետված թեզը։ Ձեզ ինչ որ կենտրոնից Ուզում եք ես չպնդեմ, բայց դուք փոշմանելու եք։ Եթե ես չպնդեմ, կանցնի մի շատ Դուք ահաբեկում եք ընտրողներին, պարոն Կարապետյան։ Դուք փոխարենը պոզիտիվ օրակարգով շահագրգռեք ձեր ընտրողներին։ Դուք նեգատիվ օրակարգով ահաբեկում եք տեղեկատվական Ահաբեկում է ձեր Փաշինյանը, ձեր Ալիևը եւ բոլոր իրենց համախոհները։ Մենք ամենաշատը Փաշինյանի մասին հիշում։ Հայտարարագրի վերաբերյալ բարույթ հարուցել, որ չեք ներկայացրել։ Ի վերջո հիմա էլ արդեն տանն եք տնային պայմաններ։ Այդ դա Վարդևանյանը Վարդևանյանը այսպես չի։ Չէ, սարքեց, հեսակ ճշտ է։